Դատական նիստը հայտարարում են բացված հակակոռուպցիոն դատարանը նախագահության դատավոր Բավելյանի, Հաշտվարության Պետրոսյանի շարունակում ՀԿԴ 0097-0225 գործի քննությունը դատական նիստի քարտուղարին խնդրում զեկուցել ովքեր են ներկայացել։ Դատական նիստի պատասխանողներ Տերեզան Բավելյանի Գևորգյանի, Անդրանիկ Գևորգյանի Դուք առաջին անգամ եք դատական նիստով։ Ներկայացեք դրանց հաստատող փաստաթուղթ։ Պատասխանատվական ասմբակի ակնագիր 31 դատարանին ներկայացրել են լիազորագրերի օրինակներ, ինչպես նաև անձնասակավի և ակնագրի պատճենը, ներկայացրել նաև ակնագրի Շնորհակալություն։ Դատարանը ներկայացվեց փաստաբանի վկայական թիվ 3181, Սվետլանա Բաբուլյանի վկայականի դարձերեսին ակնագիրն է 3181։ Ձեր վկայականները հարցնոց դատարանը ներկայացումը ստուգված է համարում։ Գործով ներկայացված է լիազորագրեր, որով Թերեզա Ալբերտի Բուլղադարյանը, Դավիթ Մեհերի Գևորգյանը, Անդրանիկ Մեհերի Գևորգյանը, Մեհեր Վարդանի Գևորգյանը լիազորել են Փաստաբան Սվետլանա Սմբատի Բալբոյանին հասարակագրավոր ձևով լիազորագրով 26/2026 թվականին հանդեսգա դատարանում նշված լիազորությունների ծավալում 3 տարի ժամկետով առանց վերալիազորման իրավունքի։ Ձեր լիազորությունները ճանաչվում են։ Հայցվորը դեռևս չի ներկայացել, միգուցե ինչ կարծիք ունեք, սպասենք 5-10 րոպե սովորաբար հարցանների պատճառով։ Եղավ։ Հետո արդեն ձեր հարցը քննարկենք եւ նիստը սկսենք։ Հիմա ընդմիջում 10 րոպե մինչև տեսնենք հայցվորը բարիսը թե չէ։ Ասելով կողմերի դիրքորոշումները դատարանը որոշում է լրագրողի միջնորդությունը բավարար թույլատրել դատական նիստը տեսանկարանը։ Դատարանը ապացման պարտականությունը բաշխելու որոշում է կայացրել, որով կողմերին ժամկետ է տրամադրել մինչև այսօրվա դատական նիստը ներառյալ ապացույց ներկայացնելու կամ ապացույց ձեռք բերել միջնորդություն ներկայացնելու դատարանում ստացվել է պատասխանողների ներկայացուցիչ միջնորդությունը։ Դուք ստացել եք։ Սա երբ եք ուղարկել ամսի 27-ին։ Օրինակ ունեք։ օրինակ ունեմ, բայց ինձ անհրաժեշտ արգել է։ Եկեք դատարանի օրինակը տրամադրենք հայցվորին։ Խնդրեմ ներկայացրեք ձեր միջնորդությունը։ Արգելյանան շատ կարճ փորձում ներկայացնել, որոշ հարցումներ կատարել պետական մարմիններին, որոնց կարող են տեղեկատվություն ստանալ, մասնավորապես պետական կոմիտեին, ազգային արխիվին, Գյուլագարեթի հանրապետարանին։ Պետական եկամուտների կոմիտեին ներկայացված հարցման արդյունքում ստացվենք հետևյալ պատասխանը, որ գյուղատնտեսական արտադրանքի իրացումի ստացած եկամուտները համարվում են նվազեցվող եկամուտներ և չեն հարգվում եկամուտային հարկով։ Միաժամանակ հարկային օրենսգրքի 407-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվություն չի կիրառվում գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող ֆիզիկական անձանց նկատմամբ։ Սա նշանակում է, որ տվյալ տեսակի եկամուտների վերաբերյալ հարկային հաշվետվությունների կամ հայտարարների բացակայությունը ինքնին չեզոք հանգամանք է համարվում և ըստի չի կարող իմենս պատասխանողների մեկնաբանվել։ Ազգային արխիվի տրամադրած փաստաթղթերով հաստատվում է, որ դեռևս խորհրդային և հետխորհրդային ժամանակաշրջանից Մեհեր Վարդանի Գևորգյանը ընդգրկված է եղել ընտանիքի տնտեսության կազմում և մասնակցել է գյուղատնտեսական գործունեությանը։ Համապատասխան փաստաթղթերը ներկայացված դատակայով, ինչպես նաև ընտանիքի տնտեսության կազմի և սեփականության մասին, ինչը հաստատում է պատասխանողի երկարաժամյա ներգրավվածությունը գյուղատնտեսական ոլորտում գործունեության մեջ։ Միաժամանակ բերքի ծավալների վերաբերյալ հրավերի բացակայությունը պարունակված է ոչ թե եկամուտների բացակայությամբ, այլ համապատասխան ժամանակահատվածի հաշվառման փաստաթղթերի պահպանված չլինելու հետ, ինչը նույնպես նշանակում է, որ չի կարող իմենս պատասխանողների մեկնաբանվել։ Գյուլագարեթի համայնքապետարանի տեղեկանքի համաձայն Մեհեր Վարդանի Գևորգյանը զբաղվում է գյուղատնտեսությամբ դեռևս 1991 թվականից և այդ թվականից նույնպես մինչև 2012 թվականը ակտուալ փաստաթղթեր պահպանված չեն, ուստի չենք կարող տրամադրել դատարանին, սակայն 2012 թվականից 2024 թվականները ունեցել են մոտ 485 գլուխ խոշոր և գրավոր անասուն, մշտապես մշակել է շուրջ 48.7 հեկտար գյուղատնտեսական նշանակություն հողատարած
Ինչպես նաև տարեկան ստացել է մոտավորապես 130-ից 250 տոննա կարտոֆիլ եւ 78-ից 90 տոննա ցորեն։ Ինչը նույնպես վկայում է նրա մասին, որ արդեն երկար ժամանակ է զբաղվում է գյուղատնտեսությամբ եւ անընդհատ մեջ է գործունեություն տեղի ունեցել։ Ունենք նաև ԱՊԱ բանկ ԲԲ-ի կողմից տվաստող երկու տեղեկանքներ, որոնք որ տրամադրված են Մայր Վարդան Գևորգյանին եւ Թերեզ Ալբերտի Բուղարյանին։ Նշված տեղեկանքներում հաստատվում է, որ վերջիններս 2010 թվականից մինչ օրս ձեռք են բերել գյուղատնտեսական բանկեր, բավականին խոշոր չափերի, Թերեզ Ալբերտի Բուղարյանը մոտ 44 միլիոն 818,000 դրամ, իսկ Մայր Գևորգյանը 28,800 ԱՄՆ դոլարի չափով եւ 8 միլիոն 355,000 դրամի չափով։ Նշված փաստը նույնպես վկայում է նրա մասին, որ վերջիններս օրինական ճանապարհով ֆինանսական գործիքներ են ձեռք բերել, որը որ թույլ է տվել իրենց, որպեսզի զբաղվեն գյուղատնտեսական գործունեությամբ եւ ունենան համապատասխան եկամուտներ։ Դերոս այսքան հարգելի դատարան, եթե ինչ-որ հարցեր կարող եք տեսնել։ Ինչ եք թույլատրել որպես ապացույց։ Այո, թույլատրել նշված։ Հարցեր ունեք միջնորդության վերաբերյալ։ Իշում ազգային աղբակներից փաստաթղթեր տրամադրվել տնտեսության դեպքեր, խնդրում եմ բազմամանել, թե նշված ապացույցներով ինչ փաստեր են հաստատվում։ Որտեղ ես չհասկացա ինչ փաստեր հաստատվում։ Շատ լավ։ Ինչպես արդեն նշեցի, նշված գրառումները փաստաթղթերը վկայում են ընտանիքի տնտեսության կազմի եւ սեփականության մասին, ինչը հաստատում պատասխանատու երկարամյա ներգրավվածությունը գյուղատնտեսական գործունեության մեջ։ Տնտեսության կազմը հաստատում է գյուղատնտեսական գործունեությունում ներգրավվածությունը։ Այո, նաեւ։ Այս մասով դիրքորոշում ներկայացնում հատուկական Այլանցացում եք դիմանկները ախտային, այս ինչ հաստատում։ Ոչ, մեզ հարցմապատասխանյացում տրամադրվել են միայն պատճառները։ Իսկ բանկից տրամադրված փաստաթղթի Տեղեկանքները տրամադրված են օրինակի տեսքով։ Եթե հնարավոր է կարող ծանոթանալ։ Կից է դա։ Կից ներկայացնում է։ Կրիչով ինչ եք ներկայացրակից։ Հարգելի դեպքում հարյուր հարցումներ կադաստրը արվել են գույքերի առնչությամբ, որպեսզի ցույց տա ժամանակագրական թե եկամուտները ձեռք բերվել, որպեսզի համեմատվի գյուղատնտեսական գործունեության, ինչպես նաև վարկերի ձեռքբերման ժամանակահատվածի հետ, քանի որ կադաստրի հարցում էլեկտրոնային տարբերակով արվել, մեզ էլ էլեկտրոնային են տրամադրել, հետո կրիչով տրամադրել կադաստրային գործերը։ Դատարանը հնարավոր չէ այս բանին դիրքորոշում ներկայացնել, հաշվի առնելով, որ ապացույցներ կան, որոնք ներկայացվել են էլեկտրոնային կրիչով, մենք դրանց ծանոթանալուց հետո հնարավոր է ասել դիրքորոշում հայտնել։ Միայն նշում, որ այս տնտեսական գրքույկները, որոնք ներկայացվել են, չեն կարող հաստատել անձի գյուղատնտեսական գործունեությամբ զբաղվելու փաստեր, այսինքն այս մասով սրանք վերաբերելի ապացույցներ չեն։ Իսկ մնացած մասով խնդրում եմ տրամադրել, որ կողմը ստանա ներկայացված միջնորդության ու ամուսնություն ծանոթանալ ներկայացված Միջնորդության կիստակրիչով ներկայացված տվյալներ կան, հիմա դատարանը կմնացնի մասին գրետազոտում, թե ինչի ներկայացրել։ Պրոյեկտը
Սում ազգային արխիվների և այլն։ Ամեն դեպքում ինչ կրիչի նրակային հրապարակենք, սա արխիվի պատասխան, Հայաստանի ազգային արխիվի պատասխան, փաստաբան Քոչուր Վարդան։ Տրամադրություններ, Վարդան Կոստոյի Գևորգյանի ընտանիքի կազմի սեփական վերաբերյալ լուսավորչիներով ասա ձեր կողմից ներկայացված նա այս բոլորը թղթային կար կից ներկայացրել Հարցում պետի կանոնների կոմիտե սա էլ ստացած պատասխան հապաստում Չկայմինի պատասխան Եվ այստեղ Երևան Մալացյան Սեբաստիան Ռաֆ փողոց 15 շենք 14 Ասցեյան շարժկույքի կադաստրային գործունեություններն են Մյուսը Մարզուր Մամեն Գյուղակարակ Գյուղ Կուրթան 12 փողոց առաջին Գյուղկուրթան Հողամաս Գյուղկուրթան Արծուն պատասխան Հիմա սրանց հետ կապված դիրքորոշում հայտնելու համար ժամանակ եք խնդրում։ Ստացիոնար տեսակ։ Կադաստրային գործունեություններ։ Կադաստրային գործունեություններ, որոնք ավելդական, իսկը որ միայն հավաստում են, որ այդ հողամասերը սեփականության իրավունքով կապվում են պարոն Գևորգյանին։ Այսինքն գյուղատնտեսական գործունեության զբաղվում հաստատված զբաղումը վերաբերյալ ապացույցներ չեն անում։ Հարցը վերաբերում է եկամուտների ձեռքբերման օրինականությանը, ոչ թե ինքնագործունեությամբ զբաղվելու կամ չզբաղվելու։ Ինչպես մյուս ներկայացված փաստաթղթերը, տեղեկատվները, մամիկից բանկերի հետ կապված եկամուտների տեղեկատվները, կադաստրային գործունեության վկայմանների մասին, որ ժամանակագրական տվյալ անձին զբաղվել են գյուղատնտեսությամբ, որի համար վերցնում են վարկեր։ Այսինքն սկզբից եղել է օրինակ 2090, որ գործել մշտական ազգային արխիվի վրա պատասխանում տարինական դրա համար ներկայացել, որ տեսնենք, թե որ թվականին քանի օրինակ են դրա վրա անասուն են ունեցել կամ հողատարածք եւ այլն սեփականության վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունն է։ Այսինքն ժամանակագրական ուրեմն միանգամից չի ձեռք բերվել հողատարածք, խոշորագույն անասունները, գյուղատնտեսության հետ կապված պաշարները եւ այլն։ Այսինքն այդ ամեն ինչը ժամանակ է եղել, վարկերի հիման վրա լինի, ընդհանուր օրինակ հողը վերցրել են, օրեն են ցանել, կամպասել են ցանել, բերքը հավաքել են, վաճառել են, դրանց եկամուտ են ունեցել, ու տեն շարունակաբար։ Հիմա
Կադաստրային գործը ինչի համար է ներկայացված, որ դուք տեսնեք, որ ժամանակագրական բնակարանները ձեռք են բերվել եկամուտների արդյունքում, այսինքն համապատասխանում է մարդկանց գործունեությունը, ձեռք բերված եկամուտը, հետևաբար դրա արդյունքում ձեռք է բերել նաև անշարժ գույք։ Կադաստրային գործը դրա համար ներկայացված, որպեսզի տեսնեք, որ փաստացի օրինական է եղել գույքի ձեռքբերումը, ինչպես նաև եկամուտների ձեռքբերումը, այսինքն ամբողջը միամիտ փոխկապակցված ապացույցներ են արտադրել եւ կարող ընդունելության եւ վերաբերության հետ կապված որոշակի չկա։ Այլացնելու բան եք։ ժամանակ տրամադրել այդ ապացույցները համապատասխան մեջ դիտարկելու գնահատելու Ինչ կարծիք ունեք։ Թողնում դատանի հայտնություն։ Ինչքան ժամանակ է դարձել։ Մինչև մարտի վերջանում։ Դատարանը դες տրամադրում է 20 ժամանակ ապացույցներին ծանոթանալու դիրքորոշում հայտնելու համար տեխնիկական միջոցները այստեղ են կարող օգտվել։ Ոչինչ 20 դար։ Շարունակում ենք նստել քիչման պահից ծանոթացաք։ Կարող եք դիրքորոշում հայտնել։ Այո։ Թույլատրելիության հետ կապված հարաբերություն որևէ խնդիր չեն տեսնում հանդեպ դատարանը, այդ պատճառով չեն կառաջվում։ Վերաբերության մասով հետազոտենք ներկայացված ապացույցները արդյոք դեպքում ենք ներկայացնենք այս թույլատրելիական գործունեության հետ կապված, ինչպես նաև դիրքորոշում կայացնենք անձի պաշտոնատար անձի պաշտոնավարմատացում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու հետ կապված։ Այս բանին հարաբերություն չունենք թույլատրելիությունից։ Կարողացնելու բան եք։ Ոչ է։ Քննարկելով պատասխանողների ներկայացուցիչի միջնորդությունը ապացույց վերաբերյալ լսելու հայտնի դիրքորոշումը եւ հաշվի առնելով որ հիմնարար իրավունքի կամ արտադրության իրավունքի խախտման ապացույցների ձեռնարկացնելու վերաբերյալ տվյալներ առկա չեն, դատարանի որոշումը ներկայացված փաստաթղթերը թույլատրելու գրավոր ապացույց, ինչպես նաև թույլատրել էլեկտրոնային գրիչով ներկայացված տեղեկությունները որպես ապացույց։ Այլ միջնորդություն ունեք, Ոչ է։ բայց որ դուք Այո, հանդեպ դատարանը գրավոր ասացություն դարձնելու, ապրանքագիտական փորձառություն շարունակելու եւ դատարան դասների փորձարկելու ծանոթելու վերաբերյալ միջնորդություն։ դա բանավորիկ հայտնում թե գրավոր Ոչ ոչ։ գրավոր։ Հրապարակի միջնորդություն։ Հանդեպ դատարան ձևավորում է կենտրոնի ՖԿԴ 097-02-20 քաղաքացիական գործը ստացի գլխավորական դեմ Հայր Գևորգյանի եւ մյուսների արտադրության ուսումնքի բնակարան պահանջի մասին։ Պատմում ունենալով այդ հանգաման կոմունիկացիոն ներկայացմանը ժամանակ դատարանի եւ կողմի տրամադրել ապացույցների մեծ մասը, ուստի ցույց ներկայացնենք հետեւյալ ապացույցները։ Էլեկտրոնային սկավառակով ներկայացնում են վիճակագրական կոմիտեից եւ կենտրոնական բանկից ստացված տեղեկություններ։ Տեղեկությունները ներկայացնում են հաշվարկի կիրառված դրամի փոխարժեքի եւ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքների ապացուցման նպատակով, քանի որ հայցադրումում ներկայացված հաշվարկի հիմքում դրված են նվազագույն սպառողական զամբյուղի ծախսերը վիճակագրական եւ կենտրոնական բանկից փոխարժեքի վերաբերյալ ստացված տվյալները։ Միջնորդության ներկայացում են նաև փորձարկության համար փորձագետներին հրավիրել ծանոթելու իրավական հիմքերը, դատարան փորձարկությունը հաստատելու իրավական հիմքերը, հիմք ընդունելով օրենսգրքի քաղաքացիական դատավարության 51-րդ հոդվածի առաջին մասը, միջնորդում են ծանոթել գիտությունների ազգային ակադեմիայի փորձարկությունների ազգային բյուրոյի փորձագետ Ռետորոսյանին ՖԿԴ 009-02-20 քաղաքացիական գործով հաջորդ դատականիստի թիվ 25-0030 ապրանքագիտական եզրակացությունը դատարանի առջև գրավոր հաստատելու նպատակով դրա հակակոռուպցիոն դատարան ներկայանալու անհրաժեշտության մասին։ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 87 հոդվածի առաջին մասի համաձայն առաջին դատարանը կարող է փորձարկություն նշանակել գործի մասնակցող անձի միջնորդությամբ, որոնք նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ։ Այս փոփի վրա դրված է Tesla Model 3 մակնիշի 2015 թվականի արտադրության միջնորդության նշված նույնականացման համարով ավտոմեքենայի Մարս Դորի համային գյուղական Գյուղ Կուրտան հասցեում գտնվող
եւ այդ միջնորդությամբ նշված արխիվային կոդով եւ կադաստրային ծածկ կագրով անշարժ գույքի Մարզ Լորի համայնք Գյուլագարախ գյուղ Կուրտանք 12 փողոց առաջին նրբած 8 կոդարակ 3 փողամաս հացում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքները ապացուցելու պարտականություն։ Ըստ այն բարձրի նպատակով անհրաժեշտ է նշանակել դատական փորձարկություն փորձագետին առաջադրելով հետևյալ հարցը. Որքան է կազմում տեսքան մոդել 3 մարտնիշի 2010 թվականի արտադրության ավտոմեքենայի Մարզ Լորի համայնք Գյուլագարախ գյուղ Կուրտան հացում գտնվող անշարժ գույքի Մարզ Լորի համայնք Գյուլագարախ գյուղ Կուրտան 12 փողոց առաջին նշված 8 կոդարակ 3 փողամասում գտնվող անշարժ գույքի շուկայական արժեքները 2025 թվականի ապրիլի 21-ի, այսինքն հայցադիմում ներկայացնելու պահի դրությամբ։ Ագետադանը խնդրում եմ միջնորդության առաջի կետում նշված ապացույց ճանաչել գրավոր ապացույց, ծանոթել Գիտությունների ազգային ակադեմիայի փորձագետ Թորոսյանին ներկայանալու եւ հաստատելու դատապրանքագիտական եզրակացությունը եւ նշանակել դատապրանքագիտական փորձարկություն, միջնորդությամբ նշված գույքերի շուկայական արժեքները բարձրի նպատակով 2025 թվականի ապրիլի 21-ի դրությամբ։ Էլեկտրոնային գրչով եք ներկայացրել, էլեկտրոնային գրչի ներկայացվածն փորձենք տեսնել ինչ բովանդակություն ունի։ Սա էլեկտրոնական հազարից բարոական կողալարի Սա չէ Դիմություն Եվ հազարին աշխատավարձի չավերի 91-ից մինչև 2021 թվական Այստեղ ինչ տեղեկություններ կան։ 1498 թվականների Նույնիսկ կանոնի վերաբերյալ Գրիչում ներկայացված ապացույցների մասով հարցեր ունեք։ Դատարան հարց առաջինումը բացառապես փորձագետին տրված հարցերից մեկի առնչությամբ։ Եկեք հերթով քննարկելով գնանք։ Հիմա այս խնդրում եմ այս ներկայացված գրիչում ներկայացված տվյալները, որոնք կենտրոնական բանկից եւ միջպետքումից ստացված էլեկտրոնային տվյալները, դրանց հետ կապված։ Եթե հարցեր ունեք, խնդրեմ, եթե չէ, ձեր դիրքորոշումը։ Շատ լավ, քննարկելով հայցվելի միջնորդությունը
էլեկտրոնային քվեչով ներկայացված կենտրոնական բանկից եւ վիճակագրական պետական կոմիտեից ներկայացված տվյալները որպես ապացույց թույլատրելու վերաբերյալ հաշվի առնելով, որ հիմնարար իրավունքների կամ արտադրական իրավունքի խախտման ներկայացվածների վերաբերյալ տվյալներ չկան, դատարանը որոշում է ներկայացված ապացույցները թույլատրել։ Հաջորդը որ միջնորդություններ երկրորդ կետը Պարոն Թովոսյանին հրավիրել իր կողմից հաստատված փորձագիտական եզրակացություն դատարանի առջև հաստատելու համար։ Այդ մասով առարկություն ունենք։ Մասով նույնպես դատարանը գտնում է միջնորդություն հիմնավոր ենթակայ բավարարման, քանի որ դատական նիստից դուրս տրված եզրակացությունը եւ կողմի իրավունքն իրավեր փորձագետին, այդ թվում նաեւ դատարանի միջոցով իր կողմից տրված փորձագիտության եզրակացություն հաստատելու եւ կես եզրակացություն տալու համար դատարանի կողմից զգուշացվելու համար։ Եվ երրորդը դատապրակտիկական փորձաքննության մասով, այո, խնդրեմ։ Եթե հարցեր ունեք։ Այո, հարց վերաբերում է այն հարցին, փորձագետի դեպքում, թե ինչ արժեքի է այս հայց ներկայացնողային ինչ արժեքի է դեպքը եղել։ Հիմա ուզում եմ հասկանալ ինչքանով է ձեր կարծիքով օբյեկտիվ հայցի ներկայացման պահին դեպքի արժեքը որոշել, եթե բացասի դեպքի ավելի ժամանակ է։ Կարծում որ հարցը դաշտափոխվի, օրինակ արքայական հետևյալ կերպ, թե արդյոք դեպքի ձեռքբերման պահին ինչ արժեքի է դեպքը եղել։ Բնականաբար ենթակա հայց ներկայացման պահին դեպքի շուկայական արժեքը, նպատակով հայց ներկայացման պահին շուկայական արժեքը բացելու համար է գործակալությունը։ Այս ներշնչում ասա, որ գործակալություն բացառապես վերաբերում է նրան, թե դեպքի տվյալ պահին ինչ արժեքի է, որի հետևաբար պետք է բնագազման Հաշվի առնելով, որ այսօրի վրա ապացման պարմանացում դրված անհանրության դեպքում շուկայական արժեքը ապացուցելու։ Դիրքորոշում ունեք։ Ոչ։ Այդ դեպքում փորձաքննության միջնորդության մասով որոշում առանձին դատական ակտով կայացվի քողարկվի կողմերին։ Եվ այլ միջնորդություններ կան։ Ոչ։ Այլ միջնորդություններ չկան։ Քանի որ դատարանը փորձաքննություն է նշանակել, ըստ էության ճիշտ առանձին ակտով, պես նախապես ասեմ, բավարարվել է փորձաքննությունը շարունակել, քանի որ ապացման պարտականությունը այդ մասով հայցվորի վրա դրվել է։ Եվ ուղղակի հիմա գործի վարույթը կասեցնելու անհրաժեշտություն դատարանը այս բանը չի տեսնում, որովհետև փորձագետին հրավիրենք հաստատի, եթե կասեցնենք չենք կարող փորձագետին հրավիրել, իսկ այդ մասում դատարանի միջնորդությունը բավարարել է։ Մենք հրավիրենք փորձագետին կլսենք, որից հետո գործի վարույթը կասեցնելու հարցը քննարկենք։ Պարզ է։ Այլ միջնորդություններ հայտարարություններ ունեք։ Եթե չունեք, եկեք հաջորդ դատական նիստի հրավիրումը փորձագետին հրավիրելու նպատակով, որ եզրակացությունը հաստատել դատարանի առջև։ Մարտի 18-ին ժամը 16-ին հարմարը։ Մարտի 18-ին ժամը 5-ին այլ նիստն է։ Իսկ 17-ին ժամը 17-ին։ Ձեզ։ Հաջորդ դատական նիստը մարտի 17-ին ժամը 17-ին դուք պատշաճ ծանոթացված եք, ձեզ նոր ծանոթություններ չեն հարկվում։ Դատական նիստը հայտարարել։ Ստեսյուզես։